Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 7-ն է, ընդամենը մի քանի ժամ է անցել մեր վերջին հաղորդումից, երեկոյան հաղորդումից, Հայաստանից մեծաշնորհ այս պահի դրությամբ բան չունենք խոսելու, սակայն համաշխարհային նորություններ այնուամենայնիվ կան խոսելու, քանի որ աշխարհը իրոք եռում է, ոչ մի պահ կարծես կանգ չի առնում, բոլորը ոգևորված տարբեր հայտարարություններ են անում, տարբեր տեղեկություններ են ստանում ամեն տեղից եւ այսպիսի մասշտաբ իրոք շատ վաղուց չէր եղել, այնինչ կատարվում է վերջին ամիսներին ու հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ մեծ լրատվական խոսքեր են, խառը տարբեր նույնիսկ դժվար է մեկ-մեկ տարանջատել սխալ ինֆորմացիան ճիշտ ինֆորմացիայից մեր գործանելը բարթանում կան տեղեր, որտեղ որ վերլուծություն էլ չես կարող անել, օրինակի համար Դոնալդ Թրամփի մասով շատ բարդ է ընդհանրապես որևիցե վերլուծություն անել, հասկանալ թե ինչ է անում նա, ինչ է ուզում, քանի որ եթե մենք կառուցենք մեկ վերլուծություն, վաղը Դոնալդ Թրամփը կարող է ուրիշ հայտարարություն անի, ուրիշ գործողություններ անի եւ լրիվությամբ փոխի այդ ամեն ինչը, դրա համար մենք փորձում ենք նաև պահի դրությունը քննարկել, պահի լրջությունը, թե ինչ է տեղի ունենում այս կամ այն հայտարարությունից հետո եւ չենք կարող ասել, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը, այսինքն կանխատեսելիությունը ընդհանրապես այդ մասով վերացել է։ Կրկնեմ, Հայաստանի մասով մեծ հաշվով շատ բան չկա խոսելու, հիմնական թեման, որը որ շատ է հիմա քննարկվում, Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի հարցն է, ճիշտ է տեղեկություններ չկան բուն պատճառի մասին, սակայն շատերը խոսում են այդ մասին, որ Հայաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից, այսինքն եթե նման բան նույնիսկ տեղի ունենա, փոխադարձ հայցերից են հրաժարվելու ամենայն հավանականությամբ, բայց կրկնեմ, այս ամենը հաստատված չէ, ոչ ոք չի հաստատել այս տեղեկությունը, գիտենք, որ վերջին խմբագրությունն էր ստացել Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից, գիտենք, որ լարվածություն կա նաև ադրբեջանական ամենայն դեպս լրատվամիջոցները փորձում են լարվածության պատկեր ստեղծել, որ իբր Հայաստանը 2 օր առաջ հրադադարի ռեժիմի խախտում էր իրականացրել, հետո էլ երեք ասում էին, թե իբր Նախիջևանի հատվածում հայերը հրդեհի պատճառ են դարձել, այսինքն այս ապատեղի գտնվությունը նաև սրում է իրավիճակը, սակայն մյուս կողմից այնինչ հիմա տեղի ունենում աշխարհում եւ հատկապես Եվրոպայի կոնսոլիդացիան, ես կարծում եմ, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, քանի որ նույն եվրոպական զորքերը, լավ, զորքեր չասենք, վրիպակով էս զորքեր ասեցի, եվրոպական դիտորդական առաքելությունը անզեն, դիտորդական առաքելությունը, որը որ իրոք անզեն է, գտնվում է Հայաստանում, բայց դա շատ առաքելություններից, զինված առաքելություններից ավելի էֆեկտիվ է, օրինակի համար ռուս խաղապահները, որոնք որ զինված էին, տեսանք թե ինչքան ոչ էֆեկտիվ գտնվեցին Արցախում եւ որքան էֆեկտիվ են նույն խաղապահները, անզեն խաղապահները, որոնք որ իրոք հիմա այս պահին նաեւ կարող են կարևոր հանգամանք հանդիսանալ, կարևոր ուժ հանդիսանալ Հայաստանի իշխանությունների համար, որպեսզի Հայաստանի իշխանությունները կայացնեն ճիշտ համարձակ որոշում, հենվելով նաեւ նրա վրա, որ դիտորդական առաքելություն կա Հայաստանում եւ ավելի խորացնեն իրենց հարաբերությունները Եվրոպայի հետ, հստակ փորձելով մաս կազմել այդ անվտանգային համակարգի, որը որ հիմա ձևավորվում է։ Այդ առումով բավականին հեշտացել է Հայաստանի գործը, քանի որ Եվրոմիության դիտորդական առաքելության ներկայություն կա Հայաստանում, նաեւ Վրաստանում կա Եվրոմիության դիտորդական առաքելության ներկայություն եւ դա բավականին հեշտացնում է այդ գործը եւ ավելի համարձակ է դառնում Հայաստանը այդ իմաստով։ Բազմաթիվ մեկնաբանություններ կային Թուրքիայի մասով, ես որ երեք խոսել էի, թե լավ է, որ Թուրքիան ավելի մերձենա Եվրոմիությանը, Եվրոմիության անվտանգության մաս կազմի, վաղն էլ դառնա Եվրոմիության անդամ, ես հասկանում եմ, որքան բարդ է այդ ամենը ընկալել, բայց ես ուղղակի հասարակ մեկ բան ասեմ, մեզ որ Թուրքիան է ավելի ձեռնտու, որը որ Ռուսաստանի հետ է, թե այն Թուրքիան, որը որ Եվրոպայի հետ է։ Պատկերացրեք մի պահ Թուրքիա, որը որ Ռուսաստանի հետ է, եւ հետո պատկերացրեք մի պահ Թուրքիա, որը որ Եվրոպայի հետ է։ Բնականաբար Թուրքիան դժվար թե փոխվի,
այս կարճ ժամանակահատվածում նրանք հերքում են հայոց ցեղասպանությունը, դա եւս բնականաբար դուր չի գալիս Եվրոպային, հիշում եք 20 տարի առաջ նաև պահանջներից մեկը այն էր, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, այսինքն 20 տարի է Թուրքիան Եվրոմիության թեկնածու երկիր է, բայց առաջընթաց չի ունեցել այդ ճանապարհի վրա հակառակը նույնիսկ հետընթաց է ունեցել Թուրքիան այդ ճանապարհից, հատկապես այս վերջին 10 տարիների ընթացքում բավականին լուրջ հետընթաց է ունեցել, բայց ես մնում եմ այն համոզմանը, որ մեզ համար շատ ավելի լավ է, որ այդ 80 միլիոնանոց Թուրքիան, որը որ ունի ահռելի բանակ եւ հնարավորություններ, ավելի շատ մերձենա Եվրոպայի հետ, քան Ռուսաստանի Դաշնության հետ։ Չինաստանի այլևս չեմ ասում, քանի որ արդեն դժվար է հասկանալը անկեղծ, թե Չինաստանը ում կողմն է բեռնելու, ինչպես է վարվելու, բարդ է, իրոք բարդ է, բայց ես որքան տեսնում եմ, նաև Չինաստանը եւս փորձում է մերձենալ Եվրոմիության հետ եւ մեծ գլոբալ խաղ է սկսվել, շատ մեծ գլոբալ խաղ է սկսվել։ Չինաստանը բավականին հեռու է մեզանից, չնայած որ բավականին խորը նաև արդեն ներթափանցել է տարածաշրջան։ Մեզ համար կարծում եմ շատ ավելի կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը, քանի որ Թուրքիան իր դիրքորոշումով կարող է իր հետ տանել նաև Ադրբեջանին, եւ եթե Ադրբեջանում հիմա փոփոխություններ տեղի ունենան այդ մասով, ես կարծում եմ, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նույնպես կարող է ստորագրվի, հնարավոր է, այսինքն ես չեմ բացառվում, այսինքն դրա շանսերը ավելի կոռեկտ ասենք, որ որոշներին ավելի ուրիշ տեղիքներ չտանք մեկնաբանությունների մեջ չհամաձայնելու մեզ հետ, կարծում եմ շանսերը ավելիով կավելանան, եթե Թուրքիան հիմա գնա դեպի Եվրոմիություն եւ Եվրոմիությունը ինչ որ մի տեղ թողնի Թուրքիային, ես չեմ պատկերացնում, որ Եվրոմիությունը արագ հիմա թույլ տա Թուրքիային դառնալու Եվրոմիության անդամ, բայց հնարավորություն կարող է տան անվտանգության այդ բաղադրիչին մաս կազմելու, ավելի մերձենալ Եվրոմիության հետ, նույնն էլ կարող է արվի Ադրբեջանի հետ, չնայած որ Ադրբեջանում տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում, տոտալ լրագրողների ձերբակալություններ, հասարակական կազմակերպությունների փակումներ, միջազգային կազմակերպություններ են փակվում եւ այլն եւ այլն եւ այն հռետորաբանությունը, որը որ կա Հայաստանի հասցեին, այսինքն շատ բանի մասի կարելի է խոսել, բայց թուրքական դիվանագիտությունը հետաքրքիր դիվանագիտություն է եւ նրանք կարող են շատ արագ սկսել փոխվել եւ փորձել մերձենալ Եվրոպայի հետ։ Ճիշտ է, Եվրոմիությունը ես որքան հասկանում եմ, այնուամենայնիվ աչք չի փակելու մարդու իրավունքների հարցերի վրա, ժողովրդավարության հարցերի վրա եւ այդ առումով Ադրբեջանից լուրջ պահանջներ են ունենալու, նույնն էլ Թուրքիայից, բայց հաշվի առնելով պահի լրջությունը, թե ինչ է հիմա անելու Եվրոպան, իմ չայլուց այդ 800 միլիարդ դոլարն էլ հաստատվել է, հիմա խոսում են այդ մասին, նաև վարկեր են տրամադրելու տարբեր եվրոպական երկրների մեծ ներդրումներ անել անվտանգության մեջ, այսինքն կարող է նաև Եվրոպան ինչ-որ միտեղ թույլ տա Ադրբեջանին եւ Թուրքիային նույնպես, որ ավելի շատ մերձենան այդ երկրները Եվրոպային, եւ ես կրկնեմ, մենք սրանից շահում ենք շատ ավելի, քան թե տուժում ենք, այնպես չի ստացվի, որ գիտեք, մենք միայնակ դառնանք Եվրոպայի մաս, Եվրոպային անվտանգային համակարգի մաս, եւ Թուրքիան ու Ադրբեջանը ռուսական ծիրում մնան, առանձին խաղ տանեն, եւ հետո Եվրոպան կանգնի մեր կողքը, սկսի պահանջել Թուրքիայից այս, մի քիչ բարդ է, չեք պատկերացնում, մի քիչ էլ հեքիաթային է։ Մենք այն հզորությունը եւ ամրությունը չունենք, ոչ տարածքներն են մեզ այդ կան, ոչ տարածքներն են մեր այդ կամ մեծ, որ ստրատեգիական խորություն ունենանք, ոչ բնակչության քանակն է այդ կամ մեջ, ոչ տնտեսությունը, ոչ էլ աշխարհագրությունն է այդ կամ բարենպաստ, որ մեզ համար շատ ավելի նախընտրելի լինի այդ տարբերակը, եւ ես կարծում եմ, որ շատ ավելի նախընտրելի է, որ Եվրոմիությունը այս հարցով ընդառաջ գնա Թուրքիային եւ Թուրքիա-Եվրոմիություն կապերը ավելի մերձենան։ Հուսով եմ, ես պարիչ պատասխան տվեցի եւ դա բխում է մեր շահերից։ Եվ կրկնեմ ամենակարևոր գաղափարը, քանի որ Եվրոմիության դիտորդական առաքելությունը Հայաստանում է, դրա վրա հիմնվելով շատ կարևոր է այդ հենման կետը ունենալով Հայաստանը կարող է հիմա ավելի համարձակ քայլեր իրականացնել եւ փորձել մաս կազմել այդ անվտանգային համակարգի, հաշվի առնելով նաեւ
Այն, որ Էմանուել Մակրոնը Ֆրանսիան դառնում է ազատ աշխարհի լիդեր, առաջնորդ եւ ինչ հարաբերություններ ունի լավ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ, սա շատ կարևոր է, չափազանց կարևոր է եւ այս առիթից մենք պետք է օգտվենք, նաեւ երկկողմ ես կարծում եմ, որ պայմանագիր կարելի է ստորագրել Ֆրանսիայի հետ այդ ուղղությամբ եւս պետք է աշխատել, այսինքն համար առաջին խնդիրը հիմա մեզ համար պետք է լինի անվտանգության երաշխիքները։ Տեսնում եք, Զելենսկին ամենուր միայն մեկ բան է ասում՝ անվտանգության երաշխիքներ, եւ ես կարծում եմ, որ մեր համար առաջին խնդիրը պետք է լինի անվտանգության երաշխիքներ ստանալը, նոր պայմանագրեր ունենալը։ Անցնենք միջազգային հարցերին։ Ամերիկայում NBC News-ը հենվելով իր աղբյուրներին Թրամփի վարչակազմում հայտնում է, որ Թրամփը որոշել է քննարկում անցկացնել իր կարևոր խորհրդականների հետ ՆԱՏՕ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը, եվրոպական երկրների նկատմամբ իր դիրքորոշումը եւ ըստ այդ տեղեկության Դոնալդ Թրամփը որոշում է կայացնելու, որ աջակցելու է միայն այն երկրներին, ովքեր որ ավելացնում են իրենց պաշտպանական բյուջեն եւ նույնիսկ կարող է հրաժարվել աջակցել այն երկրներին, եթե նրանց նկատմամբ ագրեսիա տեղի ունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ովքեր որ չեն ավելացնելու իրենց պաշտպանական բյուջեն։ Դրանց բացի կարող է զորքերի տեղափոխություն նույնիսկ տեղի ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականների այն երկրների օգտին, որոնք որ ավելացրել են իրենց ռազմական բյուջեն եւ դրանից բացի զորավարժություններ էլ անցկացնելիս կմասնակցեն այն երկրները եւ այն երկրների հետ կանցկացնեն զորավարժություններ եվրոպական, որոնք որ կոնկրետ ներդրում են անում պաշտպանության համակարգի մեջ, իրենց պաշտպանության համակարգի մեջ։ Հնայած որ քիչ առաջ ես ասացի, թե դժվար է վերլուծել Դոնալդ Թրամփի տրամաբանությունը եւ նրա հայտարարությունների գործողությունների վրա հիմնվելով վերլուծություն կազմել, բայց մեկ բան փաստ է եւ այդ մասին անպայման խոսենք։ Խոսքը նրա մասին է, որ նույնիսկ նախորդ իր նախագահության օրոք նա ստիպում էր ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել պաշտպանական բյուջեն։ Եվ հիմա այս կտրուկ գործողություններով Դոնալդ Թրամփը փաստացի հասցրեց նրան, որ Եվրոպան ստեղծում է առանձին անվտանգային համակարգ, մեծ ահռելի ներդրում է անելու սեփական անվտանգության մեջ եւ հիմա էլ այդ տեղեկությունը հստակ հաստատում է այն, որ Դոնալդ Թրամփը շահագրգռված է, որ Եվրոպան մեծ ֆինանսներ հատկացնի սեփական պաշտպանությանը։ Նա նաեւ ասում էր օրեր առաջ, եթե ուշադիր եք եղել, որ Եվրոպան ուղղակի զարգանում էր, բայց հույսը դրել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգները ահռելի գումարներ էին ծախսում պաշտպանության վրա, Եվրոպայի պաշտպանության վրա եւ դրանից ուղղակի օգտվում էր Եվրոպան եւ հանգիստ բարգավաճում էր։ Մոտավորապես այս միտքն էր նա արտահայտում եւ ասում է, որ իր ժամանակ նման բան տեղի չի ունենա եւ ինքը փաստացի ստիպում է հիմա եվրոպական երկրներին, որ ավելի շատ նրանք մտահոգվեն սեփական պաշտպանության համար։ Այսինքն այն մեծ բացասական էֆեկտը, որը որ կա հիմա դաշնակիցների միջև, նաեւ կա դրա մեջ դրականն էլ այն է, որ Եվրոպան սկսել է մտածել սեփական անվտանգության մասին եւ մենք այդ սեփական անվտանգության մասից Եվրոպայի ավելի շատ անվտանգություն կարող է ստանալ։ Իմ պատկերացմամբ Հայաստանը շատ ավելի մեծ անվտանգություն կարող է ստանալ Եվրոպայից, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բնականաբար ես իմ կարծիքը չեմ փոխում, շատ լուրջ աշխատանք է պետք տանել, շատ լուրջ նույնիսկ մեկ-մեկ չպետք է նայել, թե ինչպիսի դիրքորոշում ունի Եվրոմիությունը, ինչպիսի հարաբերություններ ունեն Եվրոմիության առանձին երկրներ, ինչքան է լարվում իրենց հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մենք պետք է վարվենք այնպես, ինչպես որ իբր ոչինչ չի տեղի ունեցել, եւ մենք նույն ոգով, նույն վաճառականությամբ պետք է շարունակենք կառուցել հարաբերությունները նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք ուրիշ հետաքրքիր տեղեկություն ենք ստանում, որ արևմտյան երկրները, հավանաբար առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոմիության երկրները համատեղ ծրագիր են մշակել, որը որ երկնային վահան են անվանել եւ ըստ այդ ծրագրի 120 կործանիչներ, ինքնաթիռներ վերահսկելու են Ուկրաինայի արևմտյան մասի օդային տարածքը եւ խոցելու են ռուսական անօդաչու թռչող սարքերը, ռուսական հրթիռները, որպեսզի դրանք չհարվածեն էներգետիկ համակարգին
Եվ շատ հետաքրքիր է իմիջիայլոց այս ծրագիրը, թե դա կյանքի կոչվի, փաստացի Ռուսաստանը կարող է զրկվի այն հնարավորությունից, որ էներգետիկ համակարգին Ուկրաինայի հարված է հասցնելու, գիտեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն հրաժարվեցին սպասարկել էներգետիկ համակարգը Ուկրաինային օգնել վերականգնելու էներգետիկ համակարգը, դրանց բացի, եթե զենքի մատակարարումները չվերականգնվեն, այդ Պետրիոտ համակարգերը եւ մնացած համակարգերի խնդիր կստանա, լուրջ կունենա Ուկրաինան եւ օդը ավելի անպաշտպան կդառնա, ինչը հնարավորություն կտա Ռուսաստանին խոցել ամեն ինչ ամեն օր Ուկրաինայի տարածքում եւ եթե հիմա այս ծրագիրը իրոք կյանքի կոչվի, երկնային վահան ծրագիրը, ապա այդ ինքնաթիռները 120 ինքնաթիռներով եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ի անդամ երկրները փաստացի խոցելու են ռուսական հրթիռները եւ անօդաչու թռչող սարքերը։ Եվ արդեն Ուկրաինայի օդային տարածքի մի մասը, որտեղ որ ակտիվ ռազմական գործողություններ չկան, սա շատ կարևոր է շեշտել, ահա այդ մասը հստակ վերահսկելու են եվրոպական ինքնաթիռները եւ հարվածելու են հենց անօդաչու թռչող սարքերին եւ հրթիռներին եւ ոչ թե ռուսական ինքնաթիռներին կամ ռուսական զորքերին կամ այլ ռազմական օբյեկտներին։ Այս տեղեկությունը տարածում է Guardian-ը եւ եթե դա իրոք ճիշտ է, սա բավականին լուրջ քայլ է եւ փաստացի ավելի շատ է խորանում Եվրոմիությունը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, ավելի մեծ մասնակցություն է բերում եւ արդեն ավելի կոնկրետ դառնում է կոնֆլիկտի մաս, բայց ոչ այն տաք մասի մաս, այսինքն ուղիղ բախման մեջ այնուամենայնիվ Ռուսաստանի հետ ոչ ոք չի մտնի, բայց դա բավականին շատ կարևոր քայլ է լինելու եվրոպացիների կողմից եւ մեծ օգուտ է բերելու բնականաբար Ուկրաինային եւ ընդհանրապես Եվրոպայի կոլեկտիվ պաշտպանությանը եւ դա նաեւ կարող է հեշտացնել եվրոպական որոշ երկրների կողմից զորքերի տեղակայումը նույն արևմտյան շրջաններում, Ուկրաինայի արևմտյան շրջաններում։ Երեք հետաքրքիր տեղեկություններ է հայտնել Թրամփի հատուկ բանագնացը Մերձավոր Արևելքում Ուիտկոֆը։ Նա ասել է, որ Սաուդյան Արաբիայում ուկրաինական կողմի հետ հանդիպում տեղի կունենա եւ կքննարկվի կոնկրետ հրադադարի հարցը 6 ամիսների մասով կտրվածքով հրադադարի հարցը։ Զելենսկին էլ փաստացի հաստատել է այդ լուրը եւ ասելով, որ ինքը երկուշաբթի մեկնում է Սաուդյան Արաբիա եւ այնտեղ կունենա հանդիպում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։ Ուղղակի այստեղ շատ հետաքրքիր մի պահ կա, թե ինչի հենց Սաուդյան Արաբիայում Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել են բանակցել ուկրաինական կողմի հետ։ Հնարավոր է այնտեղ նաև լինի ռուսական կողմը, հնարավոր է առանձին բանակցություններ տեղի ունենան, հետո հնարավոր է նաև միասնական, սա ուղղակի ենթադրություններ են, բայց ինչու հենց Սաուդյան Արաբիայում են բանակցելու ուկրաինական կողմի հետ, եթե միայն ուկրաինական կողմի հետ են բանակցելու։ Այլտեղ ուրեմն հիմա այս պահին չկա, եւ այնտեղ որտեղ որ բանակցում են ռուսների հետ, հիմա փաստացի բանակցելու են նաև ուկրաինացիների հետ։ Սա երկու արդեն կարծիք է առաջացնում։ Մեկը այն է, որ այնտեղ ներկա են լինելու նաև ռուսները, իսկ երկրորդը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հավասարության նշան են դնում ուկրաինացիների եւ ռուսների միջև եւ նաև ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների բանաձևը, որով որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվում է Ռուսաստանին ագրեսոր ճանաչել, դա եւս վկայում է այն մասին, որ հավասարության նշան է դրվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Այսինքն այս երկու տարբերակն էլ կա։ Կարծում եմ արդեն երկուշաբթի հնարավոր է նույնիսկ մինչև երկուշաբթի պարզ դառնա, թե Սաուդյան Արաբիայում կլինեն նաև ռուսները, թե չէ։ Եվ վերջում նաև հայտնեմ մեկ կարևոր լուր, որը որ հաղորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիան տիեզերք է բաց թողել մի կարևոր արբանյակ, պաշտպանության բնույթի արբանյակ եւ ասում է, որ այդ արբանյակի միջոցով Ֆրանսիան ավելի ամուր եւ ինքնիշխան է դառնում նաեւ ռազմական իմաստով եւ բնականաբար դա լավ է ազդելու նաեւ Եվրոպայի ինքնիշխանության վրա։ Բնականաբար այլ մանրամասներ չկան։ Մենք գիտենք, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվեցին կիսվել Ուկրաինայի հետ հետախուզական տվյալներով, Ռուսաստանի մասով հետախուզական տվյալներով այլևս Ուկրաինան չունի եւ հնարավոր է այդպիսի արբանյակների միջոցով Ֆրանսիան կարողանա արդեն դրացնել նաեւ այդ բացը։ Այս պահի դրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ կարևոր է նաեւ բաժանորդագրվելը մեր ալիքին, նրանց համար ովքեր որ բաժանորդագրված չեն, դա նաեւ ձեզ համար շատ կարևոր է, որպեսզի դուք բաց չթողնեք մեր հաղորդումները, ինչպես նաեւ անպայման լայքեք, եթե հնարավոր է նաեւ տարածեք մեր
հաղորդումները, ակտիվ գրեք ձեր կարծիքը, ես միշտ հետևում եմ ձեր բոլոր կարծիքներին, հաջողություն եմ մաղթում բոլորիդ, ցտեսություն, կհանդիպենք։